Եվ այսօրվա թեման ես այսպես եմ վերնագրել կնոջ դիրքն ու ծառայությունը։ Դու գիտես որ ունես դիրք, հաբա ոնց չգիտես, այն էլ ոնց գիտես դու քո դիրքը։ Բայց գիտես որ նաև ունես ծառայություն։ Իհարկե ունես ծառայություն եւ ես օրհնված եմ քո ծառայությունով, որովհետեւ ես օրհնված եմ, որ իմ կողքը կան նման հավատարիմ մարդիկ, ծառայողներ, եկեղեցություններ։ Բազմիցս թանկագինս ասել եմ, որ Տեր Հիսուսը այն եզակի անձնավորություններից է, որ շատ բարձրացրեց կնոջ դիրքը եւ դերը հասարակության մեջ։ Սրա մասին շատ են խոսել։ Կար ժամանակներ, որ իրականում կինը ինքը սուբյեկտ էր համարվում։ Մինչև այսօր կան ազգեր, որ այդպես է։ Օրինակ հիմա մուսուլմանական ազգերում ինքը սուբյեկտ է, ինքը որոշակի բաների համար է, բայց քրիստոնեական հասարակության մեջ կինը իր դիրքը, իր տեղը իրականում զբաղեցրեց եւ սա Հիսուս Քրիստոսի մեծ ամակն է։ Սա Տիրոջ շնորհքն է։ Եկ գնանք Աստծո խոսքի մեջ Առակազգիրք 31-րդ գլուխ 30 խոսքից կընթերցեմ, գրված է սուտ է վայելչությունը եւ ունայն գեղեցկությունը։ Այն կինը, որը երկյուղում է Տիրոջից, կգովաբանվի։ Հարց, ուր են գեղեցկուհիները, որոնք որ երբեմնի համաշխարհային աստղեր էին։ Ուր է նրանց գեղեցկությունը։ Տիրոջ խոսքը ասում է ունայն է, սուտ է վայելչությունը եւ ունայն գեղեցկությունը, այն կինը, ով որ երկյուղում է Տիրոջից, նա է գեղեցիկ Աստծո առաջ, նա կգովաբանվի։ Գիտես խոսքը կասի, որ մեծ ձեռքբերում է լինել գոհունակ եւ բարեպաշտ։ Կնոջ համար էլ սա մեծ ձեռքբերում է հասարակության մեջ իր դիրքը զբաղեցնելու համար։ Կինը պիտի հասկանա իր դիրքը հասարակության մեջ, կինը պիտի իմանա իր դիրքը եկեղեցու մեջ, կինը պիտի իմանա իր դիրքը ընտանիքում։ Շատ կարևոր է սա։ Այսօր սրա մասին մի փոքր կխոսենք։ Քեզ հետաքրքիր է։ Ես ուզում եմ, որ այսօր քո ինքնագնահատական ավելի բարձրացնեմ։ Ես ուզում եմ, որ դու հասկանաս քո դիրքը իրականում, աստվածաշնչյան դիրքը, որովհետև կա տարածաշրջանային դիրք, կա տարածաշրջանային մոտեցում, մշակույթ, բայց կա աստվածաշնչյան մոտեցում ընտանիքին, կնոջը, ամեն։ Կնոջ գլխավոր դիրքն ու ծառայությունը, որն է, դա ամուսնու կողքին լինելն ու նրան օգնելն է։ Ես սա կնոջ գլխավոր դիրքն ու ծառայությունն է։ Հարց. Կինը որտեղից վերցվեց։ Կողքից։ Ում կողքից։ Ադամի։ Ինչու։ Ինչու կողքից, որ նա կողակիցը լինի։ Կինը ամուսնու կողակիցն է։ Գլխից չվերցվեց, որ գլխին չնստի, ինչպես ասում է մեր շացրելի հովիվը։ Ոտքի ոսկորից չվերցվեց, որ ոտի տակ չընկնի, այլ կողքից վերցվեց, որ լինի կողակիցը։ Ինչպես որ եկեղեցին ծնվեց Քրիստոսի կողքից, երբ որ Քրիստոսը խաչի վրա մահացավ, եւ նրա կողքից ծնվեց եկեղեցին, երբ որ խոցեցին նրա կողքը եւ ջուրը եւ արյունը առանձին հոսեցին, այդպես էլ երբ որ ննջած էր Ադամը ծնվեց նրա կողքից Եվան, այսինքն արարվեց ու Ադամի համար արարվեց։ Որպեսզի ինչ անի, օգնականը լինի։ Գրված է, որ Աստված բերեց բոլոր կենդանիներին Ադամի մոտ եւ Ադամը անուն էր տալիս նրանց, անուն էր դնում նրանց, այս մեկը էս է, այս մեկը սա է, այս մեկը սա է, բայց Ադամին հարմար մի օգնական չգտնվեց։ Եվ տեսավ Աստված, որ Ադամը մենակ է, տխուր է, ինչ ա եղել, սիրուն տղա։ Թորիկի ֆիլմով է հիշում, կնի գուզեմ, ցավս գաս կնաս։ Եվ ասես լավ դե քնի ուրեմն։ Եվ ննջեց, քնեցրեց, սա առաջի վիրատություն էր մարդու եւ Ադամի կողքից դուրս եկավ Եվան եւ նա իրեն պիտի օգներ որպես օգնական։ Իսկ ով է օգնականը, սիրելիս։ Օգնականը դա աղախինը չէ։ Սիրելի եղբայրներ, մենք սա շատ լավ պիտի ֆիքսենք։ Օգնականը աղախինը չի։ Օգնական ասելով մենք չպիտի պատկերացնենք տնային շորերով, թափթփված տեսքով մեկին։ Իհարկե մենք սիրում ենք ձեր բիգուձիները, հարց չունեմ,
Մենք սիրում ենք ձեր խալաթը, ձեր բիգուձին, ամեն ինչ նորմալ է, բայց ընդհանուր առմամբ օգնական մենք չպիտի պատկերացնենք միշտ թափթփված շորերով, խալաթով, յուղոտ ու ճենջոտ մազերով։ Այլ օգնականը պատկերացնում դու գնում ես վարչապետի օգնականին հանդիպելու։ Ինչ ես կարծում նրա տեսքը ինչպիսին պիտի լինի։ Բանվորական շորերով։ Չէ։ Վարչապետի օգնականին, նախագահի կամ թագավորի օգնականին հարիր հագուստով նա պիտի դիմավորի քեզ, չէ՞։ Եվ օգնականն էլ պիտի ունենա իր ամուսնու կեցվածքը, հա, չեմ ասում տղավարի sense, տղամարդի, որ մենք ասում ենք։ Օգնականը նշանակում է օգնական։ Ամեն։ Երբ կինը ինչ որ պատճառով անկախանում է ամուսնուց, սա բերում է քաոս նրա կյանքում եւ ընտանիքում։ Փորձ այդպես է ցույց տալիս։ Երբ որ կինը ինչ պատճառով անկախանում է իր ամուսնուց, սա քաոս է բերում ընտանիքում։ Միգուցե լավ սկզբում թվում է, որ դա կարծես թե ազատություն է, բայց հետո մարդ հասկանում է, որ ես քաոսի մեջ եմ։ Ինչու? Աստվածաշնչյան օրինակ չի։ Իհարկե մենք պիտի հանգիստ թողենք որբևայրիներին, նրանց մասին չի խոսքը, որովհետև որբևայրու Տեր Աստված է։ Հա? Սրա մասին չենք խոսում, ես խոսում եմ ընտանիք, որտեղ որ կա կին եւ ամուսին։ Եվ երբ որ կինը ինչ որ մի տեղ, ինչ որ մի պատճառով անկախանում է իր ամուսնուց, սա քաոս է բերում։ Սա սխալ է, սա ճիշտ մոտեցում չի, որտեղ կինը պիտի լինի միշտ ամուսնուց կպած, կծված։ Հիշում ես Պողոս Առաքյալը ինչ ասում է, որ ամուսնացած կանայք իրանք հոգ են տանում ամուսինների համար։ Համար ասում է լավ է, որ չամուսնանաք, որ հոգ տանեք Տիրոջ համար։ Այստեղ օրինակ է բերում, որ կինը ամուսնացած կինը, ինքը ամեն կերպ ռուսերենով ասում է պիչոցա, ամեն կերպ ուզում է հոգ տանի իր ամուսնու համար։ Լավ, առաջի կետարի խոսանք։ Կնոջ ծառայությունից մեկն է օգնել տղամարդուն, որպեսզի նա հասնի իր երազանքին։ Ահա կնոջ ծառայություններից մեկը իր ընտանիքում, որ նա պիտի օգնի իր ամուսնուն, որ նա հասնի իր երազանքին։ Իհարկե տրամաբանական բանի մասին եմ ես խոսում։ Օրինակ, եթե ամուսնու երազանքն է ունենալ փոքրուց մեքենա, կինը պիտի ամեն ինչ անի, որ նա հասնի իր երազանքին։ Կնոջ անելիքներից մեկն է ուղղակի լսի իր ամուսնուն, հարգի իր ամուսնուն։ Գիտես ամենաշատը ինչա գրավում, ինչա գնահատում ներողություն, ինչա գնահատում ամուսինը կնոջ մեջ։ Ուզում ես իմանաս, շնորհակալ լինելը։ Ուղղակի շնորհակալ լինելը, բլագադարնեստ։ Սա կարևոր բաներից մեկն է, որ տղամարդը գնահատում է կնոջ մեջ։ Եվ եթե քո ամուսնու երազանքն է ունենա մեքենա, օգնիր, որ նա ունենա մեքենա։ Հարցակվելու փոխարեն ուղղակի լսիր նրան։ Օգնի, աղոթի, բարձրացու նրա ձեռքերը։ Հակառակ դեպքում ինքը կարա փակվի եւ շատ երկար ժամանակով փակվի։ Նույնը վերաբերում է իհարկե ծառայությանը, ծառայության երազանքներին։ Ամուսնու երազանքն է ծառայի պետք չի նրա թևերը կտրել, ամուսնու երազանքն է, չգիտեմ, ազգեր վերցնի, պետք չի նրա թևերը կտրել, ուղղակի գյուղը վերցնի Քրիստոսի համար հələ որ։ Այսպես անելով, գիտես, շատ կանայք սխալվել են, ձախողվել են եւ ամուսինները փակվել են ուղղակի իրենց կանանցից։ Ես ուզում եմ Աստվածաշնչյան մի օրինակ բերել Դավիթ թագավորի կյանքից։ Դավիթ թագավորի կինը մեղքողը քննադատեց իր ամուսնուն։ Արդյունքում նա դարձավ չբեր։ Այսինքն նա պտուղ չէր տալիս։ Նա անպտղաբեր էր։ Արի գնանք Տիրոջ խոսքի մեջ Բ թագավորած 6-րդ գլուխ 16 խոսքից։ Սա այն դեպքն է, երբ որ Տիրոջ տապանակը պիտի բերեին Դավթի քաղաք։ Եվ Դավիթը գնացել էր եւ պարում էր եւ ուրախանում էր եւ եփուդ էր հագել, նա Տիրոջ առաջ ցատկում էր, նա ուրախ էր, երջանիկ էր, Տիրոջ տապանակը վերջապես վերադառնում է Տիրոջ քաղաք։ Եվ տեսեք, մինչ Տիրոջ տապանակը մտնում էր Դավթի քաղաքը, Սավուղի աղջիկը մեղքողը պատուհանից նայելով տեսավ, որ Դավիթ թագավորը ցատկելով պարում էր Տիրոջ առաջ եւ իր սրտում անարգեց նրան։
Գիտես, երբ Տիրոջ տապանակը մտնում է Դավթի հետ Դավթի քաղաք, մեղքողը իրավունք չունի ուղակի պատուհանից դիտորդ լինել։ Շատ ուժեղ գաղտնիք եմ ես քեզ ասում, սիրելի քույր, քո ամուսնու կողքը լինելու համար։ Երբ Տիրոջ տապանակը մտնում է Դավթի հետ միասին Դավթի քաղաք, արի սա բերենք մեր օրեր։ Երբ ամուսինն այդ քայլերը անում եւ Տիրոջ ներկայությունը նրա կյանքի մեջ է մտնում, նա քայլեր անում, նա աղոթքի քայլ անում։ Դու գիտես ինչ պիտի անես, մեղքողը պիտի ամենտեղ չլիներ աշխարհի երկրագնդի ցանկացած ծայրի նա իրավունք չուներ լինել, միայն իր ամուսնու կողքը նա իրավունք ուներ լինել։ Նա իրավունք չուներ պատուանից ուղակի դիտորդ լինել իր ամուսնու համար։ Նրանք միաբան պարտավոր էին լինել։ Դավիթը այստեղ չպիտի միայնակ պարեր Աստծո առաջ։ Նրա կինը նրա կողքը պիտի պարեր, նրա կողքը պիտի ուրախանար, նրա կողքը պիտի ցատկեր, նրա կողքին պիտի աղոթեր, երկրպագեր, որովհետև Տիրոջ տապանակն է գալիս Դավթի քաղաքը։ Եվ մեղքողը իրավունք չուներ ուղակի դիտորդ լինել իր ամուսնու համար։ Եվ վտանգավոր մի տեղ նա իր սրտում անարգեց դա։ Երբ մեղքողը իր սրտում դատապարտում է, կամ լավ, երբ մեղքողները իրենց սրտում դատապարտում են Դավիթներին, արդյունքում անդունդ է առաջանում նրանց միջև։ Կարաս ասես ամեն սրան։ Երբ որ կանայք իրենց սրտերում անարգում են իրենց ամուսիններին, անդունդ կար առաջանա նրանց միջև։ Եվ համատեղ պտուղ էլ կարա չլինի, ես չեմ խոսում զավակի մասին, ես խոսում եմ հոգևոր պտղի մասին։ Այդ քաղցությունը, բարությունը, այդ սերը, այդ պտուղները կարա կորչի։ Որտեղից սկսվեց, երբ որ մեղքողը որոշեց ուղակի դիտորդ լինել իր ամուսնու համար։ Երբ որ մեղքողը որոշեց ուղակի ես կողքից կտեսնեմ եւ իր սրտում նա անարգեց։ Եվ տեսեք 23-րդ խոսք, եւ Սավուղի աղջիկ մեղքողը մինչ իր մահվան օրը զավակ չծնեց։ Սրա արդյունքում ամուսների միջև սերունդներ են կորում, սերունդները կտրվում է, պտուղները կտրվում է, երբ որ անդունդ կա ամուսների միջև։ Դե համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը ու իր կնոջը հարի, մեկ պիտի լինեն, որպեսզի սերունդներ ունենան։ Ամուսները կարող են նույն անկողնում պարկել, բայց ունենան տարբեր աշխարհներ։ Ամենը իր աշխարհի մեջ լինի, սա անդունդ է սիրելիս։ Սա կոտրել է պետք, սա քանդել է պետք։ Կնոջ դիրքը եւ ծառայությունը իր ամուսնուն կպած լինելն է։ Եվ ամուսնու դիրքը իր կնոջը հարելն է։ Ասա ամեն։ Երկրորդ կետը կինը ամուսնու գործընկերն է։ Եթե առաջի տեղում մենք խոսեցինք նրա մասին, որ կինը ամուսնու օգնականն է եւ դա այդպես է, երկրորդ տեղում պիտի լինի կինը ամուսնու գործընկերն է։ Աստված կնոջը ստեղծեց կողքից, որ ավելի մոտ լինի նրա սրտին։ Աստված կնոջը վերցրեց սրտի մոտից, այլ ոչ թե ուղեղի։ Լինում են դեպքեր, երբ որ կինը կամ կանայք չկարողանալով գրավել իր տեղը ամուսնու սրտում, մշտապես սկսում են ազդել նրա ուղեղի վրա։ Կինը պիտի կարողանա իր տեղը զբաղեցնել ամուսնու կողքին, սրտի մեջ, սրտի կողքից։ Եվ երբ որ նա չի կարողանում դա համակարգել, կազմակերպել, նա մշտապես սկսում է ազդել տղամարդու ուղեղի վրա։ Հասկացեք մի բան, սիրելի կանայք, քույրեր, որ տղամարդիկ իրենց ուղեղում չէ, որ դատարկություն են զգում, այլ գիտես որտեղ իրենց սրտում են դատարկություն զգում։ Եվ այդ տեղը միայն քոնն է։ Այդ տեղը դու իրավունք չունես իջես։ Դու այդ տեղը պիտի միշտ լիքը պահես քեզանով, նրա կողքին լինելով, նրան սատարելով, նրան շնորհակալ լինելով։ Իհարկե ես խոսում եմ ամեն բան ողջամտության շրջանակներում։ Կինը չպետք է իր տեղը զիջի ուրիշին։ Կնոջ գործ եւ ծառայությունը ամուսնու կողքին լինելն ու նրան օգնելն է։ Հաստատ կհայտնվի մեկը, ով կուզենա դա անել։ Հանենք մեր վարդագույն ակնոցները, սիրելիներս։ Դրա համար թանկագին քույրեր,
Սելի եղբայրներ, նամանավանդ քույրեր, գիտես դու քո ամուսնու գործընկերն ես, այդպես մտածի։ Ես նրա կողքին եմ նրա օգնելու համար, նրան բարձրացնելու համար, նրա երազանքները բարձրացնելու համար եւ օգնեմ, որ նա հասնի իր երազանքին, որպեսզի հանկարծ չստացվի, որ անդունդ առաջանա ամուսների միջև։ Որտեղ սկսվեց, նորից եմ խոսում մեղքողի մասին, երբ որ նա ուղակի դիտորդ էր իր ամուսնու կյանքում, իրավունք չունես դիտորդ լինել, իրավունք չունես պատուանից նայել քո ամուսնու ցատկելուն, ուրախությանը, երկրպագությանը, դու նրա կողքին կարողա չես հասկանում, շատ բան կարողա չես հասկանում։ Ոչինչ, սա ուղղակի վստահություն է, պիտի վստահես։ Ամեն։ Երրորդը, կինը պետք է հնազանդ լինի իր ամուսնուն։ Այս պետք է բառը լավն էր, թե լավը չէր։ Սա պատվիրում է մեզ Աստծո խոսքը։ Հունարենով հնազանդ բառը այսպես է գրվում, ուպաստոս բառն է, որը նշանակում է կինը պետք է կազմակերպի իր դիրքը ամուսնու կողքին։ Ինքն է կազմակերպում իր դիրքը ամուսնու կողքին։ Ամուսնուն պետք է ճանաչել որպես հեղինակություն, հարգել նրա ասածը, կշիռ տա նրա խոսքին։ Սա նշանակում է այդ մի բառի մեջ է մտնում ուպաստոս։ Կինը ինքն իրեն պիտի կազմակերպի իր ամուսնու կողքին, ճանաչի որպես հեղինակություն իր կյանքում։ Դուք ասես, ես ինչ ես խոսում, հորի ջան, դու խոստացել ես այսօր մեծարման երեկո լիներ, բայց ոնց որ թե ինչ որ մեծարման երեկո չի։ Ոչ, ես քո դիրքն եմ ուզում քեզ ցույց տալ, որտեղ որ դու հաջողակ կլինես։ Այդտեղից դու պիտի աճես, ամուսնու կողքից դու պիտի աճես։ Վտանգ կա, երբ որ գիտես հոգևոր քույրերը շատ առաջ են անցնում իրենց ամուսիններից։ Այդտեղ վտանգ կա։ Գիտես, շատ հեշտ է միայնակ գնալ։ Մովսեսը միայնակ դուրս կգար Եգիպտոսից, մի քանի օր հետո կհայտնվեր խոստացված երկրում։ Բայց նա այդպես էլ չմտավ եւ 40 տարի շրջեց, ինչու թիմով էր գնում։ Գիտես, մեկ անգամ Հովվարդը շատ հրաշալի օրինակ բերեց։ Մենք գիտենք, որ կատեր ոնց հայերեն, ով կասի, կատեր, այդ նավակը արագ, մոտո դրանից, մոտորանավակ, դա այլա ջրի վրա գնալու ջրային տրանսպորտ, մեծ նավն է ջրային տրանսպորտ։ Որպես այդ մոտորանավակը իր առանցքի շուրջ պտույտ կատարի, մեկ վայրկյան է հերիք, եւ հետ գնա։ Իսկ այդ մեծ նավի համար րոպեներ է պետք, միգուցե դաժե 1 ժամ է պետք, որ նա պտտվի եւ հետ գնա, ինչու, այնտեղ մարդիկ կան։ Մեծ ինքնաթիռը պտտվի, նրան կես ժամ է հարկավոր, որ նա մեկ պտույտ անի եւ հետ վերադառնա։ Իսկ այն պուճուր փոքր ինքնաթիռների համար 1 վայրկյան է պետք, որ նա պտտվի հետ գնա, ինչու, մենակ է։ Հեշտ է մենակ գնալ, բայց վտանգ կա, գիտես, երբ որ կինը այսպես այն որ ասում է թափառած առաջ է գնում ու տեսնում ամուսնուն կորցել է իր դիապազոնից, իր տեսադաշտից, այդտեղ անդունդ կարա առաջանա եւ հակառակն էլ կա սրա։ Դամար մենք կանչված չենք միայնակ գնալու, մենք կանչված ենք իրար հետ գնալու։ Միգուցե մի փոքր դանդաղ ստացվի, բայց դրա մեջ կա հզոր միաբանություն, երբ որ կպնում ենք իրար հետ են գնում, որովհետեւ վայր մեկին ով որ մենակ կլինի եւ կընկնի։ Ամեն, դա Տիրոջ խոսքն ասում։ Գիտես, հնազանդությունը Աստծուց դրված է կնոջ էության մեջ։ Առակաց գիրք 14-րդ գլուխ առաջի խոսք։ Իրականում, եթե կինը որոշել է չհնազանդվի, ոչ ոք նրան չի կարող հնազանդեցնել։ Աշխարհի ամենաուժեղ ամուսինները չի կարող նրան հնազանդեցնել։ Կա տարբերություն հնազանդություն եւ ենթարկվել։ Դու կարող ես ենթարկեցնել քո կնոջը քեզ, բայց նա իր ներսում բունտ կունենա։ Ենթարկեցնել եւ հնազանդ լինել կամ ենթարկվել եւ հնազանդ լինել սա տարբեր բաներ են։ Հնազանդությունը ինքնակամ է լինում։ Կնոջը կար ամուսինը ուղղակի ենթարկեցնել, բայց հնազանդությունը սա արդեն ներսից է բխում։ Եվ հնազանդությունը դա Աստծուց դրված է կնոջ ներսում։ Առակազգից 14:1 Իմաստուն կինը շինում է իր տունը, իսկ հիմարն իր ձեռքով քանդում է այն։ Իմաստուն կինը շինում է իր տունը, Աստծո խոսքն ասում է։ Եվ եթե տունը քանդվում է, գրված է, որ այդտեղ կարող լինի մի հիմար կին պատճառը։ Հիմար կինը քանդում է իր տունը, ինչպես չհնազանդվելով միգուցե,
Եվ շատ մանրուքներ կարող են այդտեղ լինել։ Կինը իր ամուսնուն պետք է ճանաչի որպես իր ղեկավար եւ ըստ դրա կազմակերպի իր դիրքը ամուսնու կողքին համաձայն Աստծո խոսքի։ Համաձայն Գաղատացիների 5:22 կանայք ձեր ամուսներին հնազանդ եղեք ինչպես Տիրոջը։ Կանայք ձեր ամուսներին հնազանդ եղեք ինչպես Տիրոջը։ Ինչպես որ Աստծո խոսքն ասում, որ շատ սուրբ կանայք ու եւ օրինակը բերում Սառային իր ամուսնուն Տեր էր կոչում։ Գիտես, մի փոքր բալանս է խախտվել։ Տղամարդիկ դարձել մի փոքր կանացի, կանայք մի փոքր ավելի տղամարդավարի, եւ նայում ես շատ բան չես կարողանում հասկանալ։ Լինում է նայում ես չես հասկանում, սա տղա է թե աղջիկ է։ Հակուկապից, շարժու ձևից բալանս կա, որը որ խախտվել է հասարակության մեջ։ Գրված է, կանայք ձեր ամուսներին հնազանդվեք ինչպես Տիրոջը։ Նորից եմ ասում, եթե կինը չուզենա հնազանդվել, ոչ ոք չի կարող նրան հնազանդեցնել։ Ոչ ամուսինը, ոչ սկեսուրը, ոչ էլ մեկ ուրիշը։ Այլ կինը ինքնական պիտի հնազանդվի իր ամուսնուն, ինչպես որ Տիրոջը։ Ու միտեղ էլ գրված է, որ կինը հնազանդվի իր ամուսնուն ինչպես եկեղեցին Տիրոջը, այո, այստեղն է, իսկ եկեղեցին հնազանդվում է Տիրոջը ինչպես սիրով։ Մենք ինչպես ենք հնազանդվում մեր Տիրոջը, մենք սիրով ենք հնազանդվում մեր Տիրոջը, այդպես էլ կինը պիտի հնազանդվի իր ամուսնուն, թանկագինս, սիրով։ Այդպես էլ կանայք պիտի հնազանդվեն իրենց ամուսներին, եթե դրա պահանջները իհարկե բարոյականության պահանջներից դուրս չեն։ Ես ամբողջը խոսում եմ ողջամտության շրջանակներում։ Չորրորդը, շահել ամուսնուն կանացի վարքով։ Իհարկե մենք գիտենք, եւ սա գաղտնիք չի, որ եկեղեցու մեծ մասը քույրեր են, եւ սա օրհնություն է, իհարկե։ Բայց նաեւ մենք չպիտի սրան համակերպվենք, ասենք դե քույրիկը գալիս է, ամուսինը ոչինչ, ոչ։ Կանայք պիտի շահեն իրենց ամուսներին, իրենց վարքով, իրենց ապրելակերպով, իրենց կենցաղով, իրենց մոտեցումով։ Պետրոս 3-րդ գլուխ, առաջ երկու խոսքերը։ Նույնպես եւ դուք կանայք հնազանդ եղեք ձեր ամուսներին, որպեսզի եթե նրանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խոսքին, կանանց վարքի շնորհիվ առանց խոսքի շահեն։ Ոչ թե շատախոսությամբ։ Սիրելի քույրեր, դադարեք ձեր ամուսներին քարոզել եկեղեցի, քարոզել հովիվ, այլ ուղղակի այն քույրերը, ում ամուսինները հնազանդ չեն խոսքի, ձեր վարքով դուք կարող եք շահել ձեր ամուսներին, առանց խոսքի, տեսնելով ձեր երկյուղացությամբ պարկեշտ վարքը։ Այստեղ դու տեսնում ես երկյուղացությամբ, հա, կա։ Երկյուղացությամբ պարկեշտ վարքը։ Գեղեցիկ խոսքեր են սրանք։ Եվ այն քույրերը, ովքեր որ ուզում են իրենց ամուսներին շահեն, նրանք այսպես կարող են շահել։ Իհարկե աղոթքի հետ միասին։ Բայց չաղոթես, խնդրում եմ քո ամուսնու ճաշի հաշվին, տան մաքրության հաշվին։ Շատ քույրեր այդպես ընկնում են ծայրեղության մեջ։ Նամանավանդ այն քույրերը, ում ամուսները հոգևոր են դառնում, արդեն առնել չի լինի դեմները։ Որ ասում ես, խի սա պատրաստ չի, ասում աղոթում էի, խի չի կարելի, ասես չի կարելի չի լինի, ասես կարելի է չի լինի, չգիտես ինչ պատասխանես, ոնց է պատասխանես կրակի մեջ ես արդեն։ Սրա համար թանկագիներս դուք իմաստուն եք, դուք ունեք այդ իմաստությունը։ Իմաստուն կինը շինում է, կառուցում է իր տունը, իսկ հիմարը իր ձեռքով քանդում է իր տունը։
Համար ամեն բան պիտի լինի բալանսի մեջ։ Կանացիությունը կնոջ կարևորագույն զենքերից է, գրված է ձեր տեսնելով ձեր եկյուղացության պարկեշտ վարքը։ Կանացիությունը դա կնոջ գլխավոր զենքերից մեկն է։ Ես ուզում եմ, որ սա լավ ֆիքսես քո մեջ։ Արի կրկնիմ հետևից, ասա կանացիությունը, սերիկ միակ քույրերն են ասում, տղամարդիկ լռում են այսօր։ Ասա կանացիությունը իմ գլխավոր զենքն է։ Ամուր կպահես այդ զենքը։ Ամուր պահի։ Դու պարտավոր ես լինես կանացի։ Դու պարտավոր ես, հասկանում ես, լինես գեղեցիկ քո ամուսնու համար։ Հիշիր։ Գաղտնիք եմ ասում, մարդու չասես։ Տղամարդիկ աշկերով են սիրում։ Եվ կանայք պարտավոր են լինեն միշտ կանացի։ Շատ դեպքերում տղամարդիկ հեռանում են իրենց կանանցից ոչ թե իրենց արտաքին տեսքի պատճառով, այլ երբ որ նա կորցնում այդ կանացիությունը, ներեգություն բառիս համար լաչառության պատճառով են հեռանում։ Մի բառ էլ կա, լեզվա, նի։ Այդ բաների պատճառով մի բառ էլ եմ գրել, չեմ ուզում ասեմ։ Շատ դեպքերում տղամարդիկ հեռանում են իրենց կանանցից նման բաների պատճառով, որ կինը ուղղակի լեզվանի է, լաչառ է։ Ամենալավ տարբերակը գլուխն առնում գնում է խոպան։ Հետո ամիսը մեկ գալիս է։ Հետո գնում է։ Չէ, տարի մեկ ներողություն, մեկ ամսով։ Սա մեր ազգի ցավն է իրականում։ Դա համար իմացի, ֆիքսի, որ ասում են ականջիդ օղարա, սերի քույր, կանացիությունը սա քո գլխավոր զենքերից մեկն է։ Երբեք այն վայր չդնես քո զենքը։ Մի բան էլ ասեմ, մի եղիր կանացի առիթից առիթ։ Քեֆից քեֆ, հարսանիքից հարսանիք։ Նկատել եք, երբ որ հարսանիքի եք գնում, եւ որ արդեն դու ուրիշ ֆորմի մեջ ես, եւ որ ամուսինդ ամեն կերպ ուզում է քեզ կպած լինի, գրկած լինի, սելֆի արած լինի։ Ինչու՞։ Սյուրպրիզ ես անում տարին մեկ։ Այդպես չպիտի լինի, սա առողջ չի։ Կինը պիտի լինի միշտ մաքուր, կոկիկ, կանացի։ Ասա ամեն։ Կան այնպիսի կանայք, որ միշտ փնփնթում են, բողոքում են, նրանց ինչ-որ բան միշտ չի հերիքում, միշտ նրանք դժգոհ են, սա նույնպես վանում է տղամարդուն։ Տղամարդը, երբ որ գալիս է տուն, նա պիտի մտնի ույուտի մեջ։ Հակառակ դեպքում կփախնի։ Կանայք նման իրենց կենցաղով, վարքով, իրենց ամուսներին տուն են բերում։ Իսկ հակառակ դեպքում տղամարդիկ փախնում են տնից ուղղակի։ Ուր են գնում բիսեդկա նարդի խաղալու, տղամարդկանցով հավաքվելու։ Սա անառողջ է, թանկագինս։ Խոսքը նրանց մասին ինչ ասում, լավ է բնակվել կտուրի անկյունում, քան կռվարար կնոջ հետ մեկ կտուրի տակ, որ դուրս է հանում տղամարդուն տնից։ Պետրոս 3-րդ գլուխ 3-4 խոսքերը։ Ձեր զարդարանքը թող չլինի արտաքինը, մազերը հյուսելը, ոսկեղեն դնելը կամ շքեղ զգեստներ հագնելը, այլ ներքին սրտի ծպտված մարդը հեզ եւ հանդարտ հոգու անյեղծությամբ, որն Աստծո առաջ առավել արժեք ունի։ Իհարկե լավա ոսկեղենը, լավա հագուստը, լավա գեղեցիկ լինելը, բայց շատ ավելի կարևոր է ինչ հեզ, հանդարտ, ոչ թե փթ Արաբ Խաչատրոնյան, մարդը չգիտի ինչ անի։ Մի բան էլ ասեմ, չխոսած մինչև չկերակրես ամուսնուդ։ Մի խոսա, ոչ մի բան մի պահանջի նրանից։ Եկելա տուն, մի հատ լուրջ նրան դիմավորի, գեղեցիկ ժպիտը դեմքին։ Կերակրի նրան, հենց որ նա կնստի արդեն իր դիվանին, պուլտը ձեռքին, նոր կարաս հետը խոսես։ Ինչա գրված, այլ ներքին, սա ներքին մարդն է, այդ մարդը դա դու ես, որը դու ապրում ես քո մարմնի մեջ։
Սրտի ծպտված մարդը, սա ծպտված մարդը եւ ինքը իրեն հայտնում է Աստծուն, իր Տիրոջը, այսինքն ամուսնուն։ Հեզ, հանդարտ հոգու անեղծությամբ, ինչ հետարքիր բառեր է, չէ՞ այստեղ օգտագործում առաքյալը, որն Աստծո առաջ առավել արժեքավոր է։ Ամեն։ Զարթանքը լավ է, սիրելիս։ Ես չեմ հակասում հիմա ինքս ինձ, որ մի քիչ առաջ ասում է դու պիտի լինես կանացի, բայց նաև շատ ավելի կարևոր է, շատ ճիշտ է, երբ որ մարդը այս կինը հանդարտ եւ հեզ է։ Մի բան էլ ասեմ, գեղեցկություն ու կանացիությունը սա տարբեր բաներ է։ Կարող է կինը լինել գեղեցիկ, բայց ոչ կանացի։ Իսկ կանացին սա ուղղակի գիտես ներսի մարդն է։ Ես այս օրինակը քեզ պատմած կլինեմ, կկրկնվեմ, որովհետև մարդիկ կան, որ մի եկեղեցին թարմանում ան, որ մարդիկ են գալիս։ Իմ հայրն է այս պատմությունը պատմել, նա ասում է մենք կուրսում ունեինք կուրսի սիմպո։ Դե կուրսեցիներ, հա, հետասանեկի ման։ Կուրսի սիմպոն գիտես ինչ է, կուրսի սիմպո տղան է ինքը։ Եվ ինչ է նա ասում, պապան է պատմում, ասում է մեր զուգահեռ կուրսում կար մի աղջիկ, որը այդքան էլ գեղեցիկ արտաքին չուներ։ Այն որ մեր խոսքերով ասած գեշ էր։ Եվ այս կուրսի սիմպոն ասում է գնամ, այս աղջկան խոսացնեմ, մի քիչ ձեռ առնեմ։ Եվ ասում է գնաց, խոսեց, որոշ ժամանակ հետո, մի քանի րոպե հետո վերադարձավ, ասեց դահիկ սիրահարվեցի։ Ասեց ո՞ց սիրահարվեցիր։ Հիմա դու քեզ նայի, այդ աղջկա նայի։ Ասեց դահիկ շատ սիրուն աղջիկ է։ Ասեցին լսի ո՞նց է սիրուն աղջիկ։ Ասում է դահիկ ինքը ներսից այնքան սիրուն է։ Եվ պապան ասում է, երբ որ արդեն նրանք սկսեցին ընկերություն անել, դե մենք էլ սկսեցինք ընկերություն անել, ասում էր այդ նրա արտաքինը րոպեների հարց էր, երբ որ մենք սկսում ենք շփվել, ամբողջությամբ կորում էր։ Նրանք ամուսնացան, հրաշալի ընտանիք կազմեցին, հետո ընտանիքներով ընկերություն էին անում։ Եվ գիտես, մաման էլ է պատմում, ասում է, երբ որ մենք շփվում ենք այդ աղջկա հետ, նա շատ սիրուն էր։ Դա ինչից էր գալիս։ Գիտես ինչից էր գալիս։ Հեզ եւ հանդարտ հոգու անեղծություն։ Սա ծպտված մարդ է, որին բացահայտել է պետք։ Ամեն։ Մի լավ օրինակ էլ կա, մոտ մի դար առաջ է սա եղել, Սմիթ Վիգեսվորդի կնոջ օրինակով է հիշում։ Սմիթ Վիգեսվորդը ինքը եղել է մեկը, որ սանտեխնիկ էր իր մասնագիտությամբ, կոպիտ, կոշտ, հարբեցող մարդ է եղել։ Կինը եղել է եկեղեցու անդամ, եղել է հավատացյալ, եւ նա շատ էր նեղում եւ հալածում էր իր կնոջ իր հավատքի համար։ Եվ հերթական անգամ, երբ որ կինը վերադառնում է ծառայությունից, նա ասում է որտեղից եկել ես, վերադարձիր քո տեղը, հարբած վիճակում։ Եվ դուրս է վռնդում իր կնոջը, պատկերացու Անգլիա, խոնավ եղանակ, անձրև, ցուրտ, եւ այդպես գնում պարկում հանգիստ քնում է։ Երբ որ առավոտն արթնանում է, գիտես դուրը բացում է եւ պիտի դուրս գնա իր գործին, տեսնում է կինը նստած է աստիճաներին, նա վերացածքում ասում է թանկագին ես, դու նախաճաշել ես որ գնում ես աշխատանքի։ Նա գիտես քանդվում է։ Ասում է այդ ով է քո Աստված, այդ ով է քո Տերը, այդ ում ես դու պաշտում, որ դու այսպիսի վերաբերմունք ունես իմ նկատմամբ, իմ, որ քեզ այսքան հալածում եմ։ Եվ այդ այնպես է մտածել տալիս, որ նա սկսում է քայլեր անել, գնում է եկեղեցի, ապաշխարում է, Աստծուն է դառնում եւ գիտես հզոր աստծոյալն է դառնում։ Գիտես քանի մարդկանց հարություն է տվել Սմիթ Վիգեսվորդը։ Համաշխարհային քարոզիչ է դառնում, որտեղից սկսվեց թանկագին քույրեր։ Գիտես որտեղից սկսվեց։ Ներքին սրտի ծպտված մարդը, հեզ եւ հանդարտ հոգու անեղծությամբ։ Սա չի երևում ֆիզիկական աչքերով, սա չես կարա տեսնես ֆիզիկական աչքերով, սա երևում է միայն դան ծպտված է, բացահայտել է պետք։ Ամեն, այսպես կանայք հասկանում ես, բերել են Աստծուն հզոր գեներալներ են տվել։ Շատ լսած կլինես, որ ցանկացած ուժեղի հաջողակ տղամարդու կողքը կամ հետևում կանգնած է իմաստուն խելացի կին, ով որ չի երևում, այլ իր ամուսնուն բրդում առաջ։ Հովիվ Խաչիկը լավ ասեց, մեկ անգամ հարց տվեցին, ասում են քո կինը ինչ ձևի հոգևոր, ասում է հովիվ է բարձրացրել, ինչ հոգևոր պետք է լինի։ Հովիվ է բարձրացրել։ Սա իմաստություն է կնոջ կողքին, կնոջ կողմից։ Երբ որ նա հետ է քաշվում եւ իմ ամուսնուն այսպես թևերը բարձրացնելով առաջ է տալիս։
Երբ որ տեղերով փոխվում է, կինը դառնում գլուխ, սա առողջ չի։ Գիտես ինչու, հոգևոր աշխարհում կա հիերարխիա, դասակարգում։ Կնոջ գլուխը ամուսինն է։ Գրվաշի կնոջ գլուխը Քրիստոսն է։ Կնոջ գլուխը ամուսինն է, ամուսնու գլուխը Քրիստոսը, Քրիստոսի գլուխը Աստված։ Սա հիերարխիա է, թանկագինս։ Սա առողջ է։ Նորից եմ ասում, չեմ խոսում որբի վայրիների մասին։ Սա մասին չի խոսքը, ես խոսում եմ ընտանիքի մասին, որտեղ կա մեկ կին եւ մեկ ամուսին։ Հաջորդը տան մթնոլորտի մասին եմ ուզում խոսել։ Տան մթնոլորտը հիմնականում կնոջ ձեռքերում է։ Եթե կինը կարողանա ընտանիքում կառուցել ճիշտ մթնոլորտ, նրա ամուսինը կձգտի դրսից ներս գա։ Ամուսինը կձգտի տուն գա, աշխատանքից եւ այլն։ Երբեք չկարծես, երբեք, որ թափթփված տան մեջ կարող է լինել առողջ եւ լավ մթնոլորտ։ Նորից եմ ասում, տղամարդիկ աշկերով են ամեն ինչ տեսնում, գնահատում։ Այդպես է դրված տղամարդայության մեջ։ Ընտանեկան հարմարավետության համար մեծ նշանակություն ունի մաքուր տունը։ Ամեն մի առարկա պիտի ունենա իր տեղը։ Ամեն։ Հաջորդ պահանջներից մեկն է, որ իրականում եւ դիրքը եւ տեղը, որը պիտի կինը զբաղեցրած լինի, դա նա է, որ նա պիտի լինի միշտ գրավիչ իր ամուսնու համար։ Սա նույնպես դիրքա եւ ծառայությունն է ընտանիքում, որ նա պիտի լինի գրավիչ իր ամուսնու համար։ Մարդ ունի ինչպես որ հոգեվոր, այնպես էլ շնչավոր եւ ֆիզիկական պահանջ։ Ամուսինները միմյանց նայելով պիտի գեղագիտական հաճույք ստանան։ Եվ այդ բացը պիտի միշտ լրացրած լինի ընտանիքում։ Ամուսները իրար պիտի լրացնեն։ Այդ պատճառով նորից եմ ասում, շատ կարևոր է ուշադրություն դարձնել արտաքին տեսքին։ Ոմանք իրենց սիրելիներին, ինչպես որ նշեցի մի քիչ առաջ, հիմնականում տեսնում են թափթփված, չգիտեմ, տնային։ Գիտես, մի բան եմ ուզում ասել եւ այս խոսքը ես վերցրել եմ Հովիվ Արտուրի ընտանի գրքից, որ դու քո ամուսնուն չպիտի տեսնես անտուն թափառականի տեսքով։ Այլ կոկիկ, գեղեցիկ, հարդարված, կանացի, մաքուր։ Ամեն։ Ես արդեն ավարտում եմ։ Ինչպիսին պիտի լինեն աղջիկները եւ կանայք։ Նույնիսկ եմ ասում, ամենամեծ զենքը կնոջ դա կանացիությունն է։ Եվ ցավոք սրտին, այս վերջերս նա իր տեղը զիջում է։ Տղամարդիկ ավելի կանացի են սկսել դառնել, քան Օրինակ եմ ուզում բերել Եսթեր Թագուհուն, ով է հիշում Եսթեր Թագուհուն, նրա մասին շատ մանրամասն խոսել ենք, Եսթեր Թագուհին, որպեսզի ես էլ եմ սիրում այդ պատմությունը, Միքայել ջան, Եսթերը որպեսզի հանդիպեր թագավորին, քանի ամիս պատրաստվեց, ով է հիշում, 6 ամիս նա պատրաստվում էր, որպեսզի հանդիպեր իր ամուսնուն, թագավորին, ինչպես լոգանքներ, յուղով է նրան օծում, որ նա ճիշտ բուրա, որ հաճելի բուրա։ Մեր շատ սիրելի Հովիվ Մարատն էր ասում, սիրելի քույրեր, երբ որ պատրաստվում ես ձեռնադրել ինչ-որ մեկին, այնպես ձեռնադրի, որ քո այստեղից օծություն դուրս չգա եւ նրան տապալի գետնին։ Մենք պիտի հասկանում, սա կնոջ պարտականությունն է թանկագինս, Եսթերի պես, ճիշտ բուրա, լինի գեղեցիկ, մաքուր եւ կոկիկ, ամեն, սա պարտականություն է իրականում։ Երբ որ կինը կորցնում է իր հատկությունները, նա կորցնում է իր զորությունը եւ նա զինաթափ է լինում։ Եվ նա պիտի գաղտնիք լինի բոլորի համար եւ բաց իր ամուսնու համար։ Ամեն եւ վերջի տեղը ես կընթերցեմ, մենք աղոթենք, փառաբանության թիմը կարող է գալ։ Եվ այս ամենը իրականում, ինչ որ ես ասեցի, կարելի է շատ խոսել սրանց մասին, բայց այս ամենը ինչ որ ես ասեցի, սա ցանկ է
որը պիտի ունենա իր հունձքը։ Երբ որ կինը սա ցանում ընտանիքում, բնականաբար ինչ է լինում։ Հունձք է լինում։ Երբ որ կինը ցանում է իր կանացիությունը, երբ որ կինը ցանում է իր ամուսնուն բարձրացնելը, ով է ուզում բարձրանա, որ քույրիկն է ուզում բարձրանա, թող ձեռ բարձրացնի, ով որ ունի ամուսին։ 2-3 հոգի։ Էս ինչ 5, լավ։ Ով է ուզում ինքը բարձունքում լինի տիրոջ մեջ։ Բարձրացրու ամուսնուդ։ Բարձրացրու ամուսնուդ։ Առաջ մի անցիր։ Մա չի բարձրանում, ծանր է։ Դիետայի վրա նստացրու։ Ծոմ պահեք։ Սիրելիս, եթե Աստծո խոսքը ասում է, որ հնարավոր է, ուրեմն հնարավոր է։ Եթե Աստծո խոսքը ասում է, որ գիտես քո ծպտված մարդը, հանդարտ հոգին, ուրեմն հնարավոր է։ Ուրեմն դու բավականաչափ չես մաշել քո ծնկները Աստծո առաջ, քո ամուսնու համար։ Ուրեմն քո զիջել ես քո շատ տեղերը։ Ամենացնցող եւ ամենաուժեղ օրինակ ինձ համար դա իմ կյանքն է։ Եթե իմ կնոջ մոտ ստացվում է, դուք ասես ես քեզ բարձրացրեցիր, մարդ հովիվ է բարձրացրել։ Եթե նրա մոտ ստացվել է, ոնց, հարցրու, տարիներ ուղակի աղոթել է, ոչինչ չի ասել, մի բառ անգամ չի ասել Աստծո մասին։ Քանի տարի ես աղոթել։ 4 տարի։ Եվ ոչինչ չէր ասում։ Մեկ անգամ փորձեց, բերանը ծեփեցի, ասեցի, այլևս չխոսես այդ թեմայով։ Եվ նա մտավ ընդհատակ։ Ընդհատակ մտող կինը դե գիտես ինչեր կարանի։ Հանեց ամենածանր հրետանին եւ ասեմ պատկերացնում եմ ոնց է ռմբակոծել։ Պատկերացնելով որ արդյունքը ասում է երևում է նայվու։ Իրես այն մտքի տեղ լինի։ Որ մտքի տեղ ես դնում վալբերից մի բան պատվիրես, ամեն ինչ կանես, չէ՞ որ պատվիրես։ Մտքի դրել ես։ Որ մի կին իր մտքի մի բան դնի չի հասնի։ Հասիր ամուսնուդ փրկությանը, հասիր որ նա կբարձրանա եւ խնդրում եմ քեզ, ուղակի դիտորդ մի եղի։ Ինչպես մեղքողը դիտորդ եղավ իր ամուսնու ցածկելուն, իր ամուսնու երկրպագությանը, դիտորդ մի եղիր, մի պատուհանից հետևիր քո ամուսնուն։ Նրա կողք եղի, բարձրացրու։ Դա քեզ ապետ, դա քո համար է, որ դու ավելի ապահով լինես, ավելի ուժեղ ընտանիքում լինես, առողջ ընտանիքում լինես, երեխաներդ առողջ մթնոլորտում մեծանան։ Որովհետև եթե ընտանիքում առողջ մթնոլորտ չեղավ, գիտես, սարսափելի է երեխաների համար։ Եվ դու ցանում ես ուղակի, իսկ Աստծո խոսքը ասում, ինչ ասում, արցունքներով ցանողը ուրախությամբ է հնձելու։ Միգուցե դու այսօր արցունքով ես ցանում, այո, դու ցանում ես եւ արցունքներով ես ցանում։ Նորմալ է ու լավ է որ դու արցունքներով ես ցանում, ինչու սրտացավությամբ ես աղոթում ուրեմն, աղոթքը տեղ է հասնում։ Արցունքներով ցանողը Տեր ասում է ցնծությամբ է ինքը հնձելու, ուրախությամբ է հնձելու։ Եթե Տեր ասում է հնարավոր է, ուրեմն հնարավոր է թանկագինս։ Հնարավոր է։ Հանդարտ ծպտված այդ մարդը, որ ապրում է քո մեջ, գումարի սրան աղոթք, գումարի սրան սրտացավություն, գումարի սրան իմաստություն, որը որ դու ունես, հնազանդություն, որը Տերը պատվիրում է, այս ամենը երբ որ գումարում ես իրար, հրաշալի են որ ասում է բոմբա լինում, որը պայթեցնում է հոգևոր աշխարհը, քո ամուսնու հոգևոր են դիվային աշխարհը, կարա պայթեցնի։ Շատ կանայք իրենց ամուսներին գիտես որտեղ են շահել, մահվան անկողնում, զատո շահել են, որ մահվան անկողնում նա իր կյանքը տվել է Հիսուսին։ Միգուցե այդպես էլ նրանք չվայելեցին այդ երջանկությունը, բայց երկնքում արդեն շահած է, երկնքում գանձ ունի։ Եվ օրերից մի օր, եթե մենք հավատում ենք իրականում հոգևոր աշխարհի, եթե մենք հավատում ենք հանդերձյալ կյանքին, օրերից մի օր նրանք միասին կլինեն երկնքում միաբանված Տիրոջ հետ։ Իսկ եթե նա հանձնվեր, ամուսինը կասեր ում է պետք։ Եթե դու մի ոտքով եկեղեցի ես գնում, բայց մի ոտքով լաչառ ես, փնփնթան ես, բամբասող ես, ես չեմ ուզում այդ Աստծուդ։
Հավատա եւ հասկացի մի բան, մենք շատ նրբանկատ ենք, տղամարդիկ շատ նրբանկատ են, շատ բան ենք տեսնում, միգուցե լուր ենք, չենք արտահայտվում, բայց տեսնում ենք, նկատում ենք։ Հաստատ իմ կինը, եթե ինձ ամեն օր ուղեղը սղոցեր, նա շատ կուշացներ իմ ապաշխարությունը, շատ հետ կգցեր։ Բայց նա ուղղակի անցավ ընդհատակ։ Եվ սա ցանկ է, սիրելիս, որ դու հնձելու ես մի օր։ Ես ուզում եմ, որ դու ցանես։ Ես ուզում եմ այդ տեղը կարդալ, մենք կարդացինք, հա, Առակաց 31-ի 30-ը կարդացինք, եւ սա շարունակություն է։ Տվեք նրան իր ձեռքի պտղից, եւ թող նրա արարքները գովեն նրան քաղաքի դարպասներում։ Ես տնային աշխատանք, անպայման կընթերցես Առակաց 31-րդ գլուխը։ Դեն առաքինի կնոջ մասին է խոսում։ Սա շատ հրաշալի օրինակ է։ Եվ երբ որ այս կինը իրեն այդպես ճիշտ է պահում Աստծո առաջ, գրված է տվեք նրան իր ձեռքի պտղիցը, նա գալու է քո գոքը, այդ պտուղը գալու է քո գոքը, եւ թող նրա արարքները գովեն քաղաքի դարպասներում։ Եթե դիրքը ճիշտ ես կազմակերպում, սիրելիս, դու ճիշտ ես քեզ պահում, կգովաբանվես քաղաքի դարպասներում։ Իսկ եթե ոչ, գրված է տվեք նրան նրա ձեռքի պտղիցը։ Ինչ ցանես դա էլ կհանձես։ Գրված է տվեք նրան իր ձեռքի պտղիցը։ Այս կինը գովաբանվեց։ Իսկ եթե սխալ ցանք ա լինում, նորից ինքը հետ է վերադառնալու, ինչպես պտղի տեսքով։ Սխալ պտղի տեսքով։ Մեղքողի կյանքում անպտղություն եղավ։ Դա էլ է պտուղ։ Անպտղություն էլ է պտուղ, որ նա ցանեց եւ անպտղություն հնձեց։ Սա էլ է պտուղ։ Նա նարգություն ցանեց իր ամուսնու կյանքում եւ անպտղություն հնձեց։ Ամեն։ Երևի թե այսքանը, այսօր ուզում եի խոսեի, ասեցի, դու ինձ բարձրացրեցիր, հա, ես քեզ ուղղակի ցույց տվեցի քո դիրքը, ճիշտ դիրքը Աստծո մեջ, ճիշտ դիրքը, աստվածաշնչյան դիրքը ամուսնուդ կողքին։ Նրանք, ովքեր որ դեռ ամուսնացած չեն, հիմիկվանից աղոթիր, հիմիկվանից հոգ արա, հիմիկվանից չխաբվես սիրալվածությանը եւ այլն, հիմիկվանից ճիշտ դիր, հիմքդ։ Ես այսպես եմ սիրում մեր երիտասարդներին ասել, դու մի մտածի, որ դու ասենք ինչ անուն ասեմ, որ այստեղ չկա, Սիրուշն ես, լավ։ Դու մի մտածի, ես Սիրուշն եմ։ Դու մտածի, ես Սիրուշ տատին եմ։ Եվ երբ որ իմ թորները կվկային իմ մասին, կասեն, գիտես, իմ տատին այնպես իմաստուն էր, որ իմ պապին քաշեց, վերեց իր կողքը, պապիս էլ ապաշխարեց։ Իմ պապին անապաշխար էր, իմ պապին Աստծուն չէր ճանաչում, հնազանդ չէր, եւ իմ Սիրուշ տատին էր ուզում։ Իսկ իմ Սիրուշ տատին այնքան իմաստուն էր, ասեց, միչև չապաշխարես, Աստծուն չճանաչես, քո կոչումը չճանաչես, ես քայլ չեմ անի։ Եվ նրանք միասին եկեղեցում պտուղ ունեցան եւ մենք նրա թորներս նրանցով օրհնված ենք։ Այդպես պիտի մտածենք։ Մտածեք, սիրելի երիտասարդներ։ Իսկ ովքեր ամուսնացած են, դու կարող ես քո ամուսնուն շահես։ Ամեն։ Եկ աղոթենք։ Ես ուզում եմ, որ մենք այսօր աղոթենք իմաստության համար։ Աղոթենք համբերության համար։ Ես ուզում եմ, որ մենք այսօր աղոթենք, որ Տերը տա մեզ համբերություն, իմաստություն, սիրելի քույրեր, չհանձնվեք։ Խնդրում եմ ձեզ, չհանձնվեք։ Աստծո խոսքը ասում է, բարիք անելուց չձանձրանաք, սա էլ է բարիք անել։ Մի ձանձրացեք, նորից եմ ասում, միգուցե դու քո ամուսնուն շահես մահվան անկողնում, բայց կշահես։ Հավիտենության մեջ նրա հետ կլինես։ Ամեն, հավատում ես դու սրան։ Հա։ Ես գիտեմ, որ հավատում ես։ Դամար եկեղեցում ես։ Եք փակենք մեր աչքերը։ Խոնարհեցնենք մեր գլուխները Տիրոջ առաջ։ Իմ Սուրբ Աստված, մենք քեզ շնորհակալ ենք քո խոսքի համար։ Շնորհակալ ենք, որ դու ամեն բան քո ձեռքերի մեջ ես պահում։ Հիսուս, մենք քեզ ենք հանձնվում քո ձեռքերի մեջ։ Տեր, մենք հիմա աղոթում ենք մեր բոլոր քույրերի համար, մեր կանանց համար, մեր մայրերի համար, Տեր, աղոթում ենք, որ դու յուրաքանչյուրին տաս իմաստություն, Տեր իմ արքա։ Սովորեցնես ինչ է նշանակում հնազանդվել, հեզ լինել, սրտի ծպտված մարդ լինել, ունենալ, հեզ եւ հանդարտ հոգու անեղծությամբ։
Տեր իմ Աստված, օրհնի խնդրում եմ մեր քույրերի շուրթերը, որ ճիշտ ժամանակին խոսեն, բարին խոսեն, իմաստուն կնոջ պես կառուցեն իրենց տունը, շինեն իրենց տունը, այլ ոչ մի դեպքում չլինեն հիմարի պես, որ հանկարծ տունը քանդեն։ Տեր իմ Աստված, ես Հիսուսի անունով այն իշխանության, որ դու տվել ես, օրհնում եմ մեր թանկագին քույրերին, որ նրանք յուրաքանչյուրը պատղաբեր լինեն Հիսուսի զորավոր անունով։ Տեր փառքես Հավիտյանս Հավիտենից։ Ամեն։ Ամեն։ Տեր օրհնի քեզ շատ։ Գիտես, այսօր այնպես սրտից կպավ այդ Դավթի պատմությունը, շատ եմ կարդացել, շատ եմ քարոզել, բայց այս տեսակետից ես չէի նայել, որ նա հետևում էր ուղակի իր ամուսնու ցատկելուն, իր ամուսնու երկրպագությանը, իր ամուսնու ուրախությանը, նա հետևում էր ուղակի պատուհանից դիտելով։ Գիտես, եթե քո ամուսինը մի բանի մեջ ուրախ է, մեքենա է գնել, չգիտեմ, մոտո է գնել, կոշիկ է գնել, ուրախ եղի նրա կողքին։ Գովա նրա, գովաբանի նրան, գովի նրան, բարձրացրու նրան, դրան բարձրացնելով բարձրացիր։ Ամեն։ Տեր օրհնի քեզ շատ, թանկագին եկեղեցի։ Հաջորդ կիրակի կմտնենք նորից կգնանք վերջի ժամանակների մեջ, ես գիտեմ քեզ հետաքրքիր է այդ թեման։ Ես ինչքան խորանում եմ այդ թեմայի մեջ, այդքան հայտնություններ եմ առնում։ Մենք խոսենք վերջի ժամանակների մասին, խոսենք Հագա Քրիստոսի բնութագրի մասին, բայց այսօր այսքանը, այսօր այս թեման էր, որը սրտից մեջ դրվեց, որ խոսեի, իդեպ դրվեց գիշերվա ժամը 1-ին, ես չէի որոշել այս թեման խոսեի, բայց կարծում եմ, որ սա Տիրոջից է։ Այնպես որ ձեռքդ պարզիր քեզ օրհնեմ եւ գնաս Տիրոջ խաղաղությամբ։ Տերը օրհնի քեզ ու պահի քեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությունը քեզ տա։ Եվ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքիս հետ լինի։ Ամեն